առաջինն հեսա շարունակում եմ գնամ։ Նախորդ տարվա համեմատ թանկացում Ոչ միտեղ ոչ մի անգամ չեմ գնացել։ Ես առևտուրանով չեմ, կինս է։ Առաջի անգամ sense բան եմ անում։ Իսկ չի բողոքել, որ Չի բողոքում։ Հեռախոսով նկարում ցույց եմ տալիս, Facebook-ով ցույց եմ տալիս ինքը Wi-Fi-ով ասի։ Ու նայումա համեմատումա ինչ անում ինքը գիտի արդեն։ Ձեռը տալիս, փողը տալիս եմ, չէ, չեմ տալիս։ լուրերով հետևում եք, որ ռուսական շուկան չեն կարողանում մեր արտադրողները գյուղմթերք Ցավը տանեմ ասում եմ, ես ոչ մի բանի հետ գործ չեմ ունեցել։ լուրերին էլ չեք հետևում։ Ոչ մի բանի։ Կինս զբաղվել։ Ուղղակի հիմա ի վիճակի չի, իր տեղը աշխատում եմ։ Ես Հարմար են կասեի գները։ հետևյալը, որ այստեղ վաճառողները հələ տեղեկացված չեն, որ այս ապրանքը շատ շուտով պիտի թափի։ Իրենք նախկին մտածողությամբ են առաջնորդվում, նախկին տրամաբանությամբ, բայց շատ շուտով ափսոս այսքան բերք ու բարիք, որ պիտի տանեն թափ։ Որովհետև արտադրանքը շատ է, սպառումը քիչ է, ամեն մեկը իր ապրանքի դիմաց նստած սպասում է ու եվրոպեական տեսնում ես, որ քիչ-քիչ գները իջեցնում են, բայց վերջնական մեկը այս ապրանքը ստեղ չի սպառվի, մանավանդ այս գնով։ Ինչ եք առաջարկում, պետության աջակցությունը կա գյուղացուն։ Պիտի պետությունը լինի, որ աջակցություն լինի, որ չլինի որտեղից Ալիևը կարա մեզ աջակցի։ Դե բանա ասում են մրգերին Հայաստանից չեն կամ դուրս տանեն, բայց գինը չի իջնում այստեղ։ Շատ թանկ է։